Բանացայնեն գշարունակենք մեր հաղորդումը հարկելի ունգընթիրներ եւ այժմ ագընթիրներ, եթե գմյանակ մեզի Բանացայնի Facebook-ի էջով մենք գշարունակենք Բանացայնեն Փարև Հայդակիր եւ փոխանցած ենք ցեզի համասկայնի Լուսի Տուտունջյան ցուցասրահի մեջ ուրեմն նոր ցուցահանդես կազմակերպված է համասկայնի կողմէ սիրելիներ եւ պետք է ասել որ այս ցուցահանդեսին բացումը դեղի պիտի ունենա երկու շաբթի օր արվեստագետները մեր ստուդիոները ներս կգտնվին Ղազանջան ընտանիքի անդամները սիրելիներ Կակիկ Լիլիթ Գայ բարի եկացեք Շնորհակալ Ինչպես եք Շատ լավ հոյակապ Դրամատրությունները ինչպես են Բարձր Մարտական առավոտվա Լիբանան քիչ կհարցնեի ցեզի եթե Լիբանան ծեր առաջին այցելությունը պաստորեն ոչ բայց բավական ժամանակ անցած է Լիբանան չեք եկած եւ ուզեմ հարցնել նախ Լուսի Տուտունջյան ցուցասրահին հետ ձեր գործակցությունը ինչպես եղավ եթե առաջինն էր առաջինը չէր ինչպես եղավ ձեր կապը եւ ինչ էին ձեր զգացումները այսինքն երբ որ տեղեկացաք որ ձեր գործերը պիտի ցուցադրվին Լիբանան համասկայնի Լուսի Տուտունջյան ցուցասրահի գազམ་ագերբությամբ Դե առաջի անգամ որ այս ամեն ինչը լսեցինք շատ մութ աշխարհ էր մեր համար բան մենք բան չգիտեինք ինչպես ինչ ուր որտեղ է ինչ Լուսի ինչ Տուտունջյան ինչ սրա ինչ համասկայնի բան հետո եկանք տեսանք որ նոր շատ լավ սրահը կարգին մարդիկ են հավաքված կոր կազմակերպություն աստեղ արդեն փորձ ունեն տարիների ցուցահանդեսներ բան եւ այլն մենք էլ արեցինք ցուցահանդես այդքան լավ էր որ մի անգամ էլ հիմա ենք կրկնում այ Այս ժամանակ մենք երկուսով էինք, ես ու Լիլիթը, հիմա Գայնը լավելացավ։ Շատ լավ։ Այսինքն ծևով ընտանիքով Այո։ Այստեղ գտնվիք եւ ընտանիքով ներգա ընտանիքով ցուցանտեսի մասնակցել առաջին փորձառությունն է հավաքական ասպարական միացյալ ցուցանտես կազմել թե առաջինը չէ ցեզի համար։ Առաջին փորձառությունն է միացյալ ցուցանտես։ Հիմա ես տեսնեմ ոնց պետք է իրանք պահեն Ադի հարցնեմ ցեզի որ ու հալ հաջորդ անգամ կլինի կամ չլինի pros and cons չէ իր լավ կողմերը իր անբադեհությունները գնաք այսինքն գարժեք ինչ են լավ կողմերը ինչ են անբադեհությունները Դա այս առաջարկը հենց դրանով էր յուրահատուկ, որ մենք հանդես ենք գալի ընտանիքով, դա իսկապես առաջի առաջարկը չէր, բայց առաջի անգամ, որ մենք համաձայնվեցինք, քանի որ դա շատ հետաքրքիր փորձառություն է, կարծում եմ մենք ամեն մեկս յուրաքանչյուր շատ տարբեր արվեստագետներ ենք, այո, եւ միշտ հանդես ենք եկել առանցին եւ մեզ արդեն Բեյրութը ոնց որ տեսել է ճանաչել է, դե Գայը օրինակ արդեն երկու անգամ ցուցահանդես է ունեցել Լուսի Տուտունջյանին շատ հետաքրքրված եւ սիրված մարդիկ կան, որ իր արվեստը գնահատում են ու հիմա էլ sense ընտանիքով որ ներկայանանք, կարծում եմ մի յուրահատուկ մի ցուցահանդես կլինի ամբողջական ավելի Կայ ինչ է անբադեհությունները միացյալ ցուցահանդեսին Գան անբադեհություններ այսինքն գարձես որ տուն այս փորձառությունը կգրկնես ինչպիսի զգացումներ ինչ էին զգացումները Զգացումները միշտ դրական են ես միշտ ոնց որ մայրս ասեց ես արդեն ստեղ երրորդ անգամ եմ ու միշտ ուրախ եմ ու միշտ սպասումների մեջ եմ դրական լավ իսկերի նման ցուցահանդեսներով ես ինչ-որ ոգեշնչվում քեզ նոր էներգիա ես հաղորդում որպեսզի կարողանաս հետագայում էլ ավելի լավ ներկայանաս էլ ավելի մտավախություններ ունեն որ քու կորձդ երկու այլ արվեստագետներու հետ պիտի ներկայացվի թեկուզ որ ծնող կդեն բայց տունալի պրև արվեստագետ այսինքն քեզի համար գար այդ մտավախությունը որ եթե այս բոլորին հետ ցուցադրվի իմս ուր պիտի երևնա ինչպես պիտի լա կամ միասին ունեցակ այդ զրույցը իբրև ընտանիք որ ինչպես պիտի ներկայացնենք որ յուրաքանչյուրը ունենա իր անհատականությունը մենք շատ տարբեր ենք հետեւաբար վախենալու հարց չկա Գիզանազանեն արդեն Հետո մենք ուրիշ անգամ ցուցահանդես արել ենք ուրիշ մարդկանց հետ բանը տինեցա որ ընդհանրապես ավելի լավ որ շեշտված է էլի տարբերությունները ոնց էլ լինի չլինի տարբերությունները կերևում է եւ մեզ դրանով է երևի հետաքրքիր Գարժեք ընտանեկան ձեր մթնոլորտը ինչպես է երբ որ տան մեջ 3 արվեստագետներ կան այսինքն դժվար է հա իե որ դժվար է որովհետեւ գլուխը վարարավ աչքի լուրջ դժվար բան է հա նու հաստատ ավելի դժվար սիտուացիաներ կա բայց տենց
ամեն մարդը դա գործն անում է, դե այտենց չի որ ասենք։ Այո, յուրաքանչյուր Եթե որ մի կողմից լավ է, մյուս կողմից վատ է, որովհետև ասենք որոշ նյութեր որ չես գտնում, ենթադրվում է, որ դա մեկը արդեն քեզանից առաջ տարել է։ Բայց այն բանն է լավ նաև, որ ինչ որ մի բան այդ պահին կոմոդ վերջանում է, դու գիտես որ կարա որ այնտեղ լինի, էլի ասենք, այնտեղից կարա սնվես։ Գիտեք մտնոլորտեն անգախ նաև յուրաքանչյուր արվեստագետ ես կհավատամ որ իր ստեղծագործական վարքյանները ունի այսինքն ներշնչում են անգախ նաև ինք պիտի այդ մտնոլորտի մեջ յուրաքանչյուր արվեստագետ չէ այսինքն ադիգա հոգեբես ֆիզիկաբես մտովին երբեմն պատրաստ կլա եւ այդ վարքյանին է որ գրնա ստեղծագործել հիմա ծեր յուրաքանչյուրի բարակային գդարբերին այդ վարքյանները այսինքն ամեն մարդ անհատականություն ունի ամեն արվեստագետ իր ոճը ունի ամեն արվեստագետ իր ասենք երևակայության աշխարհը ունի գործակցիկ իրարու հետ այսինքն գխոսիկ իրարու հետ այդ մասին գփաշնեկցիկ գաղափարներ Գամ ընդհանրապես ամեն մարդ իր աշխարհի մեջ կգործի։ Իրենի տենց ավելի երկրորդ տարբերակ այո։ Ամեն մարդ իր աշխարհի մեջ կգործի, այդպես է։ Այո։ Ամեն մեկը իր արվեստանոցը ունի, իր աշխարհը ունի, իր մութ աշխարհը։ Մութ աշխարհը։ Եվ այդքան էլ մեծ հաճույքով չի թողնում, որ ինչ որ իր process-ը խանգարվի, հա, կարևորը որ ասելիքներն էլ տարբեր է բայց շատ հետաքրքիր է իհարկե երբ որ արդեն արդյունքը կա երբ որ գործը կա կարծիքները շատ կարևոր են ինչքան էլ որ ուզում ես այսինքն սեպարատ վիճակով մտածես բայց ոչ դու սպասում ես միշտ գնահատար Մանավանդ ծնողքի այս բարակային նկատի ունենալով որ հիմա ընդհանրապես այնպես չէ որ արվեստագետներուն ծնողները եւս արվեստագետներ են ու բարակայից ադիգա մեծ հավանականությամբ առանձնաշնորհում մնե քեզի համար իսկ ամեն անգամ որ գործը ավարտես կարևոր է ծնողքին մամային բաբային ոչ թե հավանությունը անպայման բայց իրենց կարծիքը գահարկես չէ եւ գփապակիս ունենալ իհարկե իմ բարակայում շատ ավելի դժվար է անշուշտ դժվար է որովհետև հասկանան գործը ոչ թե պիտի ասեն ապրիս տղաս ինչ լավ երես պետք է մեծ պատասխանատվություն ամեն դեպքում հա ոչ միայն չկրկնելու ազդվածությունների մեջ մնալու ու նաև չզիջելու առումով ոչ պիտի զիջես ոչ ալ այո հասկանալի բամը գսեիք պարոն կան մոռացա ավելի դժվար է գսեիք ավելի խիստ կգտնվիք, որովհետև ձեր զավակն է։ Չէ, մենք ոչ անգերց գարվայդ անկերց, դե մենք արդեն ոնց զավակ բան ստե արդեն նշանակություն չունի, մենք նայում ենք սա որպես առանձին արվեստագետ, կոլեգա, հա, այնտեղ զավակը իմ զավակն է, ուրեմն լավ կամ այդպես բաներ չկա կամ հատուկ ինչ առանձին նկարիչ է, նույն ազգանունով, բայց այո, իր անձնական իր ներաշխարհը ունի։ Թակարակը, եթե ինքը մի բան ասենք այդպես մակարդակը զիջեց բան մեր համար դա ցավալի է որովհետեւ դա լավ չի որ մեր զավակը վատարը միշտ լավ անի դա ստիպված է վստահաբար լավ խոսենք քիչ մծեր ներկայացնելի գործերու մասին որ այս ցանտեսին դի ներկայացնենք յուրաքանչյուրը քանի գործ բերավ ինչպես ինչ են թեմաները ինչպես պիտի բաժնեք ինչն է որ այսպես ասենք վստահաբար որ ընտանիքով մտածեցիք յուրաքանչյուրը ինչ պիտի ներկայացնե ինչ էր հիմնական ասենք մեկ գետնը որ ուզեցիք անպայման ադիգա շեշտվի այդպես լա դե հատուկ ինչ որ շեշտելու բան չկա, ինքը արդեն շեշտված է, մենք ուզենք, չուզենք, արդեն դա ի սկզբանե շեշտված է, մենք փորձեցինք ընտրել մոտավորապես հավասար քանակությամբ ոնց որ ասած գործեր, որ այս տարածքի մեջ տեղավորենք, ասենք լավ էքսպոզիցիա լինի, եւ մնացած արդեն կերևա, դեռ չեն կարել ոչ մի բան, հույս ունեմ, որ լավ կստացվի։ Այո, Լիլիթ ցեզի համար ինչպես ընդրությունը ինչպես կատարես եւ գարժե գիտնալ արվեստագետի համար ամեն անգամ որ ցանցեց պիտի ներկայացնե իր զավակները ընտրելու պես գլակիդեք ամեն անգամ որ գործը պիտի այդ գործը պիտի զադեմաս գործը ցկեմաս գործը զադեմ եւ հաջախ ասարցումնալ ես
կներանամ գլեսեմ արվեստագետներ ունած նոր գործը ինչ տարբերություն գնե նոր հեղերը թե հին գործը իսկ մեծ զավակ է դե զավակ է չէ այդ իմաստով ինչպես կերծակ այս ցուցանտեսին պատրաստել դե յուրաքանչյուր աշխատանքը դա ինչ որ մի ասելիք է որ դու ուղղել ես հանդիսատեսին այսինքն դու փորձում ես ինչ որ արտահայտվես ու ուզում ես լսելի լինես նկարն էլ դա դրա միջոցն է եւ նոր գործ ցուցադրելու հետաքրքրությունը հենց դրանում է որ դու այսօր հենց այդ ալիքի վրա ես եւ քեզ հետաքրքիր է քո մտածածը այսօր այս ժամանակի շրջանում ինչ որ դու մտածել ես արտահայտել ես փորձել ես ձևակերպել եւ տալ թղթին կամ կտավին ինչպես կնայվի եւ իհարկե ահին աշխատանքներ կան որ շատ սիրում ես դա քո անցյալն է դու կապվում ես դա այլ թելերն են որ կապվում են հին աշխատանքների հետ այսինքն երկուսն էլ կարող են լինել յուրաքանչյուր նկարիչի համար կարևոր են բայց մենք հիմա ասենց վերել ենք մեր այսօրվա ստեղծած գործերը Գագիկը շատ նոր 2025 թվականի մեծ շարք ա վերել օրինակ ես էլ եմ փորձել ներկայանալ իմ ամենավերջի գործերով Գայա քանի որ այդ թեման արդեն երկար տարիներ է շոշափել է 17 թվականից ինքը հենց այդ ազատության եւ թռիչքի եւ գրավիտացիայից դուրս մարդկանց այդ շարժման դինամիկայի մեջ էր այդ թեմայի շարքի մեջ ա բերել նկարները որ շատ հետաքրքիր են այո եւ հույսով եմ որ հանդիսատեսին շատ հետաքրքիր կլինի անգասած քայ քեզի համար ընդրութենեն անգախ նաեւ գրնալալ որ արվեստագետը երգիր տարբեր գործեր բեր այսինքն գրնալա լիբանան հավաքածոմը եկավ լիբանանեն դուրս ինչ գիտեմ եթե կանադա բիդերտա ամերիկա բիդերտա գերմանիա ֆրանսա եվրոպական տարբեր երկրներ ցուցանտես պիտի գդարբերի ընդրությունը գործերուն չէ իմ դեպքում այդպես չի երկիրը մեծ նշանակություն չունի եթե չկան հստակ սահմանափակումներ հա տվյալ այն այսինքն ստեղ ես ներկայացնելու եմ 3 տարբեր շարքի աշխատանքներ տարբեր թվականների, տարբեր տրամադրության վստահ ամեն մեկը ինչ որ մի բան իր համար հարազատ գտնի, հա այսինքն կոնկրետ մի շարքով չեմ ներկայանում, այլ 3 ամեն մեկը նկարված տարբեր տարիներին, տարբեր տրամադրության մեջ ու ինձ թվում է դա շատ ավելի հետաքրքիր կլինի, քան միանման գործեր ուղղակի բերեմ Եվ ներկայացնեմ շատ լավ այս օրերուն մենք արհեստագիտությունը որքան կզարգանա արվեստները սկսած են այլևս այսպես Գարձեք աշխարհը իր հմայքը սկսավ գործընծնելու իր բնական վիճակեն, որովհետև մանավանդ գեղանկարչության բարակային այսօր ինչ թյուրին ամեն մարդ գծակրիչ կլա, մարդ գեղանկարիչ կլա, ամեն մարդ արվեստագետ եղեր է, ամեն մարդ կանտագակորձ եղեր է, բայց անշուշտ ադիչը նշանակե որ նաև մարդ արարածը ամեն ինչը պիտի ընկալե այնպես ինչպես որ է եղածին պես, առանց հասկանալու, առանց բացատրություններու եւ AI-ը մանավանդ գեղանկարչության բարակային այսօր շատ բաներ ու գոքն է, շատ բաներ գրնա ցանկիտ մեջ, ինչ գիտեմ, արվեստագետին ցանկը դժվարացնել, ցանկը թյուրացնել, ինչ են ձեր մտածումները այսօրվան արվեստագետին համար, այսինքն դուք իբրև արվեստագետներ այսօրվան, AI-ի դրություն այսօր ինչ ամբադեություններ, ինչ լավ բաներ ունի արվեստի մեջ։ Դե ամեն դեպքում նկարիչը արվեստագետը պետք է բաց լինի ցանկացած նոր արվեստագիտության տեխնոլոգիի այո տեխնոլոգի ցանկացած բանը պետքա որ անցնի իր մտքով սրտով եւ քանի որ ինքը պետքա լինի հենց այդ մարդը որը որ կարողանա ճիշտ զգա այսօրվա շունչը որ հետաքրքիր լինի եւ ինքը եւ ընդհանրապես կարողանա ստեղծի ժամանակակից արվեստը շատ պահանջում է դա դժվար է հիմա այտենց ստույգ ասել ինձ թվում է կարող է եւ հետաքրքիր նոր ուղղություններ արտնացնեն այդ տեխնոլոգիաները դե տեսնենք կապրենք ամեն դեպքում ես կողմնակից եմ, որ փորձեր կատարվեն այդ ուղղությամբ։ Այո, ճարտավ, բարոյական կարծիք ինչ այս իմաստով։ Գիտեք ինչ է, ես իմ համար դա լավ մի քիչ ասած մութ աշխարհ է, ճիշտ ասած։ Ես ոնց անում էի մինչև այդ AI լինելը, տենց էլ հիմա շարունակ դեռ չեմ կարողացել, ասենք,
իմ համար իր գոյությունը հա լավ է, բայց ասենք շատ էական փոփոխություններ ասենք կյանքում չի բերել դա, չգիտեմ հետո։ Աստական կարծիք է, անշուշտ։ Մանավանդ իբրև արվեստագետ, չէ՞։ Ոնց ապրում էի, տենց էլ ապրում եմ։ Տեսա գշարունակել։ Հա։ Շատ լավ։ Գայ քեզի համար ինչի մասին, այ մասին ինչ կմտածես այս օրերուն։ Ես կարծում եմ, որ ինքը հմուտ ձեռքերում, հմուտ գործիք է, ուղղակի ինքը տենց մտավախություն չունի, որ կարող է փոխարինի ինչ-որ մի բայ, հա։ Գիտես, բայց արցանց այսօր աշխարհի վրա, ընկերային ցանցի վրա, այսինքն մարդիկ կրնան որոշ տաղանդ ունենալ եւ AI-ի միջոցով կրնան նկարը ներկայացնել եւ հանգարց կտեսնես virtual ցուցանտեսներ կգազմագերպին, ամեն virtual-ը սկսավ լալու։ Այնպես չէ որ այո, մարդուն ցերքի աշխատանքը բիի չկնահատվի այլևս, բայց դերմը այսպես չեմ գիտեր մարդու մտքի մեջ կամ ընդհանրապես արվեստագետ մտահոգությունը չստեղծել։ Չէ, իմ համար կարևորը մտահղացումն է, թե ինքը ինչ մեթոդներով է հասել իր միտքը վիզուալիզացնելուն, թե կլինի ձեռքի շնորհիվ, թե AI-ի, թե digital կլինի, նշանակություն չունի, կարևորը գաղափարն է, որ ինքը կարացել է հրամցնի հա իր հանդիսատես։ Ադալիր յուրահատկությունը ունի ցավոմա։ Շատ լավ խոսենք քիչ ցուցանտեսի կարևորության մասին եւ նաեւ Հայաստանի Սփյուռք հարաբերություններու մասին մենք երկար տարիներ գործակցենք հայրենի արվեստագետներու հետ, լանանոք գեղանկարիչներ, լանանոք երաժիշտներ, քանդակագործներ եւ համասկայինի ընտանիքը, մեծ ընտանիքը համասկային Լիբանանի շրջանային վարչություն, ըլլա համասկային ընդհանուր միությունը, ըլլա սիրելիներ թե ասենք Լուսի Տիտունջան ցուցասրահը կամ դպարանը սիրելիներ, համասկայինի մեծ ընտանիքը դարիները ի վերջի կտապած է որ ամեն իմաստով հայրենի արվեստագետները Լիբանան ըլլան եւ նաեւ այդ գաբը ստեղծվի հայրենի արվեստագետներու հետ։ Մենք որովհետեւ հայրենիք են դուրս մենք ցեզմով հոսի պորտուկոսկուկա մենք ցեզմով գներշնչվենք գծանոթանանք ցեզի ավելիով գծանոթանանք մեր հայրենագիցներուն անոնց մտածելակերպին աշխատելավոճին ինչու՞ չէ երազներուն երևակայության այսօր ձեր ներկայությունը դուք ինչպես կարժեվորեք Լիբանանի մեջ Դե իհարկե միշտ կապերը շատ կարևոր են որ լինեն պետք է մի աշխարհ լինի մենք պետք է շատ ինտեգրվենք իրար հետ այո այդքան արդեն տարբերություն չդնենք ով որտեղ ապրում այսօր կյանքը նենց արագացել է եւ այս կապերը տենց շատացել են որ առաջվա պես չի արդեն տեսեք ինքներդ փոխվել է էլի կամ ստեղես կամ ընդեղես մի ժամ երկու ժամվա տարբերություն է ուղղակի մարդիկ պետք է ավելի ինտեգրվեն հիմա դպրոցում էլ պետք է գնանք հանդիպենք երեխեքին դպրոցի դայցել եք Շատ հայկական վարժարանները դայցել եք վարժարանները պետք է այցելենք երեխեքի հետ հանդիպենք բան երեխեքը փոքրուց պետք է շատ ինտեգրվեն իրար հետ որ լեզվական խնդիրներ էլ չլինեն եւ այդ կլինի արդեն լավագույն միջոցը էլի ես ասենք Սփյուռքի եւ Հայաստանի իրար հետ այո Ձեզի համար դիգինդիլից ինչպես կգնահատեք այո որ մշակույթը հենց այն ճիշտ ոլորտն է որը որ կկարողանա այդ կամուրջները էլ ավելի ամրացնի եւ ավելի այո քանի որ դա շատ ընդհանուր զգացողություն է եւ շատ գլոբալ բան է կարծում եմ որ դա սքանչելի կլինի որ իսկապես Գագիկի ասացի պես մենք էլ ավելի սերտ կապեր ունենանք եւ մենք էլ ձեզանով ենք ոգեշնչվում որ հետաքրքրություն առաջանում մեր արվեստի նկատմամբ Սփյուռքի կողմից դա իսկապես մեզ էլ ոգեշնչում շատ Հայ ինչ է կարծիքդ ընդհանրապես Սփյուռքի մեջ ապրող մենք մեր կյանքի դժվարությունները մեր մարտահրավերները ունենք եւ կփնտրենք եւ նույն ժամանակ նաեւ կապված ենք այս ոճին այսինքն համասկային ինչ որ մեզի դրամատրե դարիներու ընթացքին ցանոթանալու նոր արվեստագետներու ապրելու ծեր ապրածով որքանով քեզի համար այսպես յուրահատուկ նշանակություն ունի աստուծանտեսը շատ բացի նրանից որ ինքը կամուրջ է հանդիսանում կապը Սփյուռքի հետ իմ համար շատ կարևոր է դրա համար մենք միշտ առիթը ձեռքներիցս բաց չենք թողում եւս մեկ անգամ ամրապնդելու այդ կապերը շատ համաշխարհային այսպես իմաստով եթե պիտի անդրադառնանք գեղարվեստի եթե պիտի նայենք այս օրերուն ինչ
վիճակ կբարձե, ինչ են դժվարություններն ու մարտահրավերները ընդհանրապես կեղանագործության, եթե ընդհանուր գիծերու մեջ պիտի խոսենք, ոչ միայն Հայաստան, ոչ միայն Լիբանան, ընդհանուր այսպես ինչն է որ կբացի բարոն Գագիկ ըստ ցեզի եւ նոր արվեստագետներու մոտ կամ անոնք որոնք նոր սկսան իրենց կյանքի ասպարեզին վերածել այս գեղարվեստի այս բաժինը ինչ խրատներ ցուցմունքներ կտան Ռատներ չեմ կարող տամ ցուցմունքներ ես կարծում եմ որ մի քիչ շատ համաշխարհային արվեստը եւ հայ արվեստը շատ մի քիչ իրար հետ զուգահեռ չեն գնում ինչու դժվար է ասել իմ ինչու sense մեկ պատճառ կա գրնանք բացատրել որ ինչու համար իրարու հետ այսպես զուգահեռ չեն ընտանար դե մեր երկրի իրավիճակից է կախված ինձ թվում է որ մեր մոտ ամեն բան շատ փոփոխվել է եւ դա նոր է նոր մեկ այդ համաշխարհային արվեստի կոնտեքստի մեջ ոնց որ մի քիչ դուրս են գալի շատ լավ այ դիգի ծեր գարտիկը ինչ է այս իմաստով կարծում եմ որ ինչ կտեսնեք այո Ընդհանրապես այսօր արվեստը եւ վիզուալ արվեստը նկարչությունը եւ այլն այս մոտեցումները մեր ասելիքները իհարկե կարիքը կա, բայց այս պահին դադարը զգում ենք համաշխարհային առումով էլ անկումը զգում ենք, քանի որ խաղաղությունը մի քիչ շատ քիչ է այս պահին ամբողջ մոլորակի վրա եւ միշտ արվեստը հիմա երևի կուտակում է այդ ուժը, որ հետո կարողանա այս ամենը արտահայտի ամեն դեպքում այս պատերազմները, որը որ կան ամբողջ աշխարհում, չեն կարող չազդեն հենց ստեղծագործող մարդու վրա եւ միշտ այդպես է եղել, եթե պատմության նայենք, բայց հետո մենք ամեն ինչը դրա մասին իմանում ենք ինչ է եւ ոնց է եղել հենց արվեստի միջոցով, այսինքն դա անպայման լինելու է այս արձագանքները եւ վերելքը, ես դրան հավատում եմ Ճիշտ է գեղարվեստի ասպարակային գեղանկարիչը նաև իր պատմության, իր ժամանակի պատմությունը կներկայացնի, իրոք լադիգա իր արվեստի այսին գործերու մեջ պայման չէ փարացի ներկայացնի ամեն վարյան ինչ տեղի ունեցավ, բայց այդ շունչն ու այդ վարյանները վստահ ժամանակին այդ վարյանի ներկայացումներն են, չէ՞, գավադակադոր, այսինքն բնականաբար ստեղծագործությունները հայլուպես արտացոլում են ժամանակը որտեղ որ իրենք ստեղծվել են եւ որ ժամանակաշրջանում են ստեղծվել այդ ամբողջ մարդկային հույզերը բան ամեն ինչը պարունակում է նաեւ այդ ստեղծագործությունների մեջ իսկ դու կարծիքդ ինչ է ընդհանուր համաշխարհային երբ որ պիտի խոսենք այսօր օրինակ ծեր հոր ասածին մեջ որ համաշխարհային զուգահեռ չեն ընտանալ հայկական ու համաշխարհային գեղանկարչությունը հավանաբար այո քանզի հստակ գիտեմ որ Եվրոպայում թե այլ Ամերիկան ոնց թե ամենտեղ շատ ավելի մեծ է հետաքրքրությունը ինչքան որ ես եմ զգացել քանզի մանկուց պարտադիր ուսուցանում են հա արվեստ եւ այլն գնում են տարբեր թանգարաններ եւ որ ես եմ լինում թանգարաններ դրսերում ես տեսնում եմ որ մեծ շարքով երեխաներ կամ արդեն պատանիներ պարտադիր առարկա որպես այցելում են բան մեր մոտ դեռ այդքան շատ զարգացված չի կարող 10 տարվա մեջ 12 տարվա մեջ մի անգամ դա բավարար չի որ որպես այդպեսի սերունդները սիրեն հա ու սիրելուց զատ սկսեն նաև հասկանալ հետաքրքրվել եւ այլն Շատ լավ մենք մեր ունգընտիրներուն եւ ակընտիրներուն հիշեցնենք որ ցուցանտեսին բացումը երկուշաբթի է վստահաբար շաբաթավերջին արիթ ունենանք տարբեր շրջաններ այցելելու հույսով եմ որ արիթ ունենանք մերկով դագավին աշունչը սկսա մերկով դեր կամած տեսա օտը որքան Հայաստանի հետ չփոխտակի չէ հոս եկակ ծմրան գրնալա ծմերնային ակուսներով եկակ հոս ամառնային մոլորդի մեջ ենք դագավին դժբախտաբար բայց մենք ցեզի բարի գեցություն պիտի մաղթենք հաջողություն ձեր ծրագիրներուն բարի վայելում եւ հիշեցնենք մեր ունգընտիրներուն որ Ղազանջան ընտանիքի միացյալ ցուցահանդեսը սելներ բացումը ցուցահանդեսին երկուշաբթի 24 նոյեմբերին երեգո
երեկոյան ուրեմն ժամը 7-ին եւ ցուցահանդեսը կդեվե մինչեւ 6 դեկտեմբեր սիրելիներ գրնակ այցելել համասկայնի Լուսի Տիթունջան ցուցասրահ Շահզոյանի վարը սիրելիներ մուտքին այնպես որ կողքին ասպարակային Շահզոյանի շենքին եւ պիտի քաչալերենք եւ հանձնարարենք եւ անշուշտ անպայման խնդրենք որ նաեւ դպրոցները իրենց աշակերտները բերեն ծանոթանան ինչու ոչ քաչալերվին դերևս խրախուսվին իրենք ալ ուզեն օրը վերցինը վերցնել եւ դառնալ մեգական կեղանկարիչ արվեստագետներ ծեր վերջին խոսքը քայ քեզ մոտ սկսեմ Շնորհակալ եմ հրավերի համար, ուսամ ամեն ինչ շատ լավ կանցնի, ցուցահանդեսը բարեհաջող կբացվի ու այդ կապը ել ավելի շատ կամրապնդվի մեր մեջ։ Այո, շնորհակալություն այս առաջարկի համար, այս հնարավորության համար։ Մենք շատ ոգեշնչված ենք եւ շատ ակնկալիքներ ունենք, որ հետաքրքրություն կլինի եւ այցելուները կգան, կունենանք անմիջապես զրույցներ եւ կարողանանք լիովին ներկայանալ։ Շատ լավ։ Պարոն Գալիկ, ձեր վերջին խոսքը այստեղ։ Գիտեք ինչ, ես ռադիոզրույցները որ լինում է, ես միշտ մտածում եի ով այս ռադիոն լսում բան, բայց բարձում այնքան շատ մարդ է լսում, գիտեք, հետո մի ամիս հետո, երկու ամիս հետո, որ մեկին հանդիպում ես, բարձում է ռադիոյով լսել է, ոյ շատ զարմանալի, իմ համար միշտ զարմանալի է եղել, որտեղ տենց մարդադիր բան չի ոնց որ ասած ռադիո լսելը, բայց մարդիկ լսում են, ինք իրա գործը անում է Դե բրավո ձեզ, որ դուք այս բանը գործը շարունակում եք ռադիո վանաձայնը, ես էլ միշտ լսում եմ, նու միշտ չէ, պատահում է ինչ-որ վանաձայն Շատ բարի եկացեք, հաջողություն ցեզի։ Ասեմ որ վանացայինը մենք կսենք սպյուրքայության լավագույն եւ հարազատ ցայնը։ Մեր ռադիոգայանը 40 տարեկան պիտի լա, կալդարի 40 տարեկան պիտի լա, բայց եւ երիտասարդ աշխարհի դարածքին ուրալ լակ մեր application-ի մեր ծառայության շնորհիվ վանացայինի հայդակիրներուն գրնակ հետևիլ որևէ ժամ 24 ժամ 24 ժամ աշխարհի ամեն տեղ լսում են ինչ որ մենք հիմա ասացին կարևոր միջև երավոր Ամերիկա, Կանադա լսում են մենք պետք է դարձին հետո արդեն մասնավոր ձևով պատասխանենք ասեմ մի րոպե բայց դու ասացիր sense չէ այո դու ասացիր Այո, բիդիսեն ես լսեցի դու գասպես էներգետիկ մալավանդ որ մեր ունգընտիրներուն ճիշտ է լիպանանի մեջ մեծ տիպով ունգընտիրներ կան բայց գրտնաբադիգը եւ ավելի գրնալալ քարաբադիգը դուրս գտնվի Ավստրալիա, Կանադա, Միացյալ Նահանգներ հերավոր ապերում վրա, ասենք որ բոլոր լիբանանահայերը կամ ընդհանրապես սպյուրքահայեր, որոնք գաբրին այդ շրջաններում մեջ կհետևին մեր հաղորդումներուն, նույնիսկ եթե իրենցքով առավոտյան ժամը 2-ն է, գտանան կհետևին, իսկ մենք գսենք որ հիմա այս ժամուն դեռնալա թիդողներու թիվը քիչ է, երեկոյան ժամը 7-ն է, որ ամերիկացիները գարտին, գտեսնեք թիվումներու թիվը գավելնա, կնշանակե որ Մյուս կողմը արդենցավ այլևս, մենք մեր կով գիշերը գավ իրենց կով արդու Շատ լավ բարի եկացեք անգամ ևս, հաջողություն ցեզի, Անտոնի շնորհակալություն, ցեզի դեր հուրին սերներ եւ ցտեսություն բարի շաբաթավերջ, Լիբանանի անկախության դոնը շնորհավոր, վաղը սերներ հadouk վաղն է դոնը, հadouk սերներ սփռում գա հարցազրույց գլսեք վաղը, մնացեք միշտ վանացայինի ունգընթիր, ցտեսություն